Վերջին 2-3 տարում ակնաղբյուրը դարձել է հիմնադրամի համահայկականության ապացույցն ու վկայությունը։ Գազաֆիկացման ծրագիրն իրագործվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նվիրատվությամբ։ Ռոռոկման ջրի համակարգը ստեղծել են Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան ափի մեր հայրենակիցները։ Կանադայի հայ հեղափոխական դաշնակցության գյուղերի զարգացման հանձնախմբի հատկացրած միջոցներով կառուցվել է խմելու ջրի մատակարարման ներքին ցանցը։ Իսկ համայնքային կենտրոնի նոր շենքը ֆրանսահայ բարերար Տիերի Դավիդյանի նվերն է ակնաղբյուրցիներին։ Հոյակապ շինություն է։ Ինքս շինարար եմ եւ որպես մասնագետ կարող եմ ասել, որակը, գույների եւ նյութերի ընտրությունը, աշխատանքը, ամեն ինչ արվել է ճաշակով եւ դա գնահատելի է ինձ համար։ Բարերարը հիանում էր իր իսկ նվիրատվությամբ կատարած գործով, իսկ գյուղի բնակիչներն այն մարդկանցով, ովքեր հեռուներում ապրելով չեն անտեսում Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսն ու կարիքը։ Շատ շնորհակալություն մեր հայ բարերարներից, որ մեր հայ ազգին, մեր գյուղին անձամբ այսքան օգնություն են տալի, շատ գոհ ենք, շատ շնորհակալ ենք։ Ֆրանսահայ բարերար Տիերի Դավիդյանի կարծիքով մեծ ու փոքր գործեր չկան, որովհետև ամենափոքր գործն անգամ լավ է ոչինչ չանելուց։ Հայաստան համահայկական հիմնադրամը ձեռք-ձեռքի հաղորդաշարով ամեն ամիս զեկուցում է իր ծրագրերի իրագործումների մասին եւ հիշեցնում, որ դրանք հնարավոր են դառնում աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով։ Ցանկացած նվիրատվություն ցանկացած պահի նպաստում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զորացմանը։ Նվիրատվություն կատարելու հատուկ օր եւ ժամ չկա։ Օրն ու ժամը որոշողը դուք եք։ Այսօր, հիմա, ցանկության պահին։